Ով իմանում է դու սպորտսմեն ես մի քիչ էլ անունով մեռար տանութի աշխատողը իր հարցերն ա ունի որ զապասն զարի ժատարած բաց 50-ատ տուրնիկ կարաս անես մենակ էդի հաղթող ապագա չեմպիոնը կարա տենց բաները հաղթահար պատրաստ էին մի 10 հոգով ինձ ուժեղ ծեծեին մի հատ այդ բուդու ուտեին եղել է չէ տենց ստրեսի մեջ էի լինում առիթ, էքսկուրսիա, չգիտեմ, ծնունդ, հարսանիք վերջի զանգից չեմ կարացել մասնակցեմ Չես երկե, չես զանգը Ես է գնացել եմ, յանի որ պարեմ կրտնեմ մի քիչ գաշես իշնի Ինչ ես մտածել Տալետ պարողներն իս մատերը սա ճորտացա չէ Բա վեշնի սենց են չէ Ում գիտեմ մեզ բալետ պարող Բարև ձեզ, նորից մենք ենք եթերում 12 Rounds podcast-ը, ձեզ հետ Գորնա Երիցյան եւ Նարեկա Աբգարյան։ Մինչև հաղորդումը սկսել է ժողովուրդ ողջույն, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր էջին, սեղմեք լայքի կոճակը, զանգակի կոճակը, մեկնաբանություններ թողեք անպայման հաղորդման վերջում, որովհետեւ կրկին անգամ ասեմ, որ ձեր մեկնաբանությունների շնորհիվ մենք ավելի ընդարձակում ենք մոտիվացվում ենք եւ մեր մտքերը ավելի sense բացվում են, էլի, ըստ թեմայի շուրջ։ Այնպես որ աշխուժ եղեք, աշխուժ։ Շատ հրաշք ներկայացրեցիք։ Ինչի՞ց եք խոսում։ Բայց բանա, չէ, սաղ ոդքասթները որ նայում եմ, լուրջ միշտ ես եմ ասեք, ես չէ հասկացանք էլի սխմողեք սխմի, բայց որ ես яра չի սխմում։ Չեն զանգում արդեն պրիկոլներ անում, ապա այդ վերջում ցույց ասեցի։ Հա, վերջում չասի։ Հիմա դեմից եմ ասում, որ վերջում էլ բան չան։ Բայց ես է գիտես, չէ, նայում եմ լիքը ոդքասթներ կա, որ նայում եմ, արա այդ մարդիկ ասում են, էլի, սխմի։ Արա ու չեմ սխմում։ Խի էլի։ Դե տես ուշադիր չէիդ միջև։ Հա, հիմա այն որ սխմում եմ, որը որ դուրս գալիս է, որը որ նայում եմ, պարտադիր սխմում եմ։ Այսօր ինչի՞ց ենք սկսում։ Ես մի հատ լավ Չէ, այսօր ես ինչ էի ուզում մի հատ ասեի, այսօր այն որ աղջիկների պարապունքը որ տեսա, այսօր անցկացրեցինք աղջիկների պարապունքը։ Ապա մեջս գիտես ինչ, sense ոգևորվածություն կա, որ տենում եմ մարդ աղջիկները ոնց են sense գալի, sense որ նաստիրնի պարապում են, էլի։ Մոտիվացիան մեծ է, չգիտեմ, համ կայֆ են ստանում դրանից, համ սիրում են շատ տանջվել, համ որպես դու մարզիչ իրանց որ մարզում ես, դու ես կայֆ ստանում, տենց մարդու հետ պարապելուց, էլի։ Ուզում ասեմ աղջիկների հետ պարապունքը, ահա որ կայֆ է իմ համար։ Ասենք համեմատականով, էլի։ Ջոգիր, հա, չէ, բայց աղջիկ թե տղա ես չեմ առանձնացնի, որտեվ նայ մենք մեծերի խումբ ունենք, չէ, տղեկի։ Այդ տղեկն է, ոչ մի հիանալի պարապունք է այդում։ Պրոստը ես իմ բանով եմ ասում, որ ինձ ոնց որ սաղ է հաճելի եմ, բայց sense առանձնահատուկ ոնց որ sense տեղ ունի այդ աղջիկների խումբը, sense ոնց որ ուրախանաս որ գալիս ես պարապունքի, ջոգիր, այդտենց տարբերվում է իմ համար ընդհանրապես, որ պարապողա մարդը ելնում, աղջիկ տղա, մեծ փոքր, ես հաճույք եմ ստանում։ Հա, ես է։ Ասենք մեր տղեկի պարապունքները շատ լավն է, շատ լավն է։ Պետք չի էլի, բայց ու դրա հակառակն է կա, լավ գիտես, այն որ ապեր են որ զորով ստիպում ես որ աշխատի այդ մարդը, բայց էլի այն որ մի վարքյանա գտնում, որ չանի։ Ու գլուխա պահում, արդեն են որ էներգիան խլում է մեջ։ Հա, բայց եթե դու լինես օրինակ տենց պրոստը բիզնեսմեն, դու պետք է вообще ուշադրություն չդարձնես։ Ուղղակի մեր տեսակը այդ տեսակը չի էլի, որ ասենց աչք փակես էլի տենց բանի վրա։ Հա, պետք է գնաս այնքան ասես, մինչև անի։ Բայց մարդ կա գալիս են վճարել ես, օքեյ, պարապի, չես պարապում քո խնդիրն է։ Լիքը մարդ կա տենց է։ Հա, բան չունեմ ասել, ճիշտ ես ասում։ Ու տենց են, հա, իրոք տենց էլ անում են, բայց հիմա խոսքի օրինակի համար ծանոթ մելոնա եկել է, գիտես, լավ մարդ է, լավ տղա է, հաճելի են էլի, հաճելի մարդիկ են իրանք, գալիս է պարապում, ուզում է երեխեքը պարապեն խոսքի։ Հա, երեխեքը ասենք ու դու չես կարա, այդ մարդը, այդ ընտանիքը, որ ճանաչում ես այդ ընտանիքին, լավ ընտանիք է, հաճելի մարդիկ են, դու արդեն
չես կարում անտարբեր անցնես Չէ, իր երեխու գլուխ պայելու Անծանոթին է ախր չենք կարող, մետ է խնդիրը էլի։ Հա, դե, Որ տեղեր կա, որ պրոստ ասենք, չգիտեմ, մի հատ ամերիկացի երեխա է գալի օրինակ պարապում, որ ասում ես 85 անգամ մեկը չի անում, կարաս ասես լավ դե հիմա չի կարող անի կամ չի անում, բայց չէ էլի նոր մեջը տրակում է, ուզում ես սովորացնես պարտադիր իրան էդի, եւ որ կրիմ էլի վերջում։ ու ասա ինչ հաճույք ես արածիցդ ստանում, երբ որ են որ լավ երեխա է պարապացնում ես, բան մեջը հենց սիրտ կա, սպորտսմենի ասած են սրտով պարապում է, մեկ ես զգում ես քո ձեռագիրն է մեջը։ Բաներից եմ ու քո բաներն դրած են հիմնական բաներն են, որ sense արդեն այդ ձեռագիրը տենում ես, ինչ հաճույք ես չէ ստանում։ Ոնց որ բոյ կրես, այտենց դուրական։ Դուրական։ Ա բոյա սիրիշա, կստացի բանը նոր հակառակորդը դրեցին։ Ահա։ Ամսի հունիսի 21-ին բոյա կլինի, այդ տղու ռեյտինգն է 28-2-ա, ամերիկացի է, բայց Մեքսիկա էլի, ոնց որ ստեղծված, բայց Մեքսիկա։ Մի հատ է ասա ամսաթիվը, տեղը Հունիսի 21 Չումաշ կազինո, այդ Սանտա Բարբարա Սոլվենգ քաղաքը երևի բոլորը գիտեն։ մարդիկ թող իմանան, կարող մեկը տենա, ուզենա գա, հետաքրքիր մենամարտ ալնելու շատ փորձառու տղա է։ Պատկերացնում ես հիմա մարդ կա, ընդհանրապես ոչ մի ֆայթ չի տեսել մեզնից, մեկի ուղակի չէ, ուղակի մեր ոդկասթներն ան այ է, ու սենց բան է իրան, ասենք ընձեռնվում, որ ինքը կարա գա քո ֆայթը նայի, հետևում է քեզ, հետաքրքիր ես, հետևում է, մեկը ուզում է, լավ, իրոք էս մարդը ֆայթ անում, կարելի է եթալ նայ։ Դրա համար եմ ասում էլի կրկնի մի հատ է, խոսում է տանք մատ բանայինք։ Տենանք ինչ անում։ Բանը համել ասեցիր այդ մենամարտ անելուց բան, մեկը մեզ գրել էր, որ Նարեկը ակտիվ է, թե չէ։ Հարցին պատասխանը մարդ։ Նարեկը միշտ է ակտիվ։ Այդ ֆայթերի հետ կապված դու գիտես, որ հիմա այդ մի քանի հատ ֆայթ գիտես էլի առաջարկվեց, չեմ ուզեցել այդ մանր ֆայթերը անեմ, ասել եմ, որ եթե մեծ ինչ-որ մենամարտ կառաջարկեն տիտրոսի համար, կմենամարտեմ, եթե չէ, ուրեմն չէ, կարիերաս այսքանով կավարտվի։ Բայց այնպես չի, որ լրիվ հիմա վերջնակետը դրված է, ամեն պահի կարող է մի հատ ինչ-որ հետաքրքիր առաջարկ լինի։ Այդքանը, այդ հարցին են տենց պատասխանեցի։ Մանր բոյերը առաջարկում են, բայց առաջարկել իմաստ չունի, այդ մանր բոյերը մի քիչ արի բացատրի էլի, որ հասկանան մարդիկ ինչն է, ոնց որ այդ մանրի ու մեծի տարբերությունը։ Դու բացատրի։ Այսինքն կարան իրան պահեն, չգիտեմ, այդ տանջանքների մեջ, մի քիչ sense բացատրեմ, ինքը կտրվի ամեն ինչից, կողքի, չգիտեմ, գործեր, ընտանի, ամեն ինչից կտրվի, իրան նվիրի զալին, պարապմունքներին ու իրան օրինակ շատ տենց ցածր գումարով ու անկապ վարկանիշով մեկին sense տան ընթացքային տարվա մեջ 2 անգամ կամ 3 անգամ, որը ոչ մի բան չի փոխում իր կարիերայում ու իր ռեյտինգ ու իր դիրքը չի առաջ գնում դեպի աշխարհի գոտու մենամարտը։ Այսինքն տենց ֆայթերով ու այս տարիքում դրանց չի շատ մեծ է, բայց նանեց եմ խոսում ոնց որ ստեղ չես ջոգիր։ Այս մեր նարեկը նենց չի շատ մեծ է, բայց անիմաստ ոնց որ տարիներ է երկարացվում ու տրավմաների այս տրավմաների հետ միասին այդ գումարը ու այդ մենամարտները вообще միտք չունի անելը։ Եթե կտան նորմալ մենամարտ, որը թեկուզ եւ հաղթելու դեպքում գումարը մեծ չի լինի, բայց ինչ որ շարունակական բան կա, զոհողության կեթամ, բայց կարևոր կլինի որպես սպորտսմեն, որ կարիերան մեծացնեմ, ավելացնեմ, ինչ որ բան փոխի իմ կարիերան մեջ, ինչ որ որից հետո շանս կլինի մեծ գոտիների համար մենամարտելու կամ թոփի մեջ մտնելու, բնականաբար։ Ոնց որ միշտ արել ենք ինչ-որ բան զոհել ենք էլի դրա համար որ այսքան բան ա եղել է հիմա օրինակավոր կներես այն որ ջիմում խոսում ենք Մարվինը ասեմ որ Մենի Պակյաոյի մարզիչների թիմի մեջ ա եղել շատ ուժեղ հզոր մարզիչ ա Ֆրեդին Մարվինը Դիքին ու էլի մարզիչներ խոսում են այդ մարզիչների անուններում որ ասում եմ իրանք Ամերիկայում համարվում են high level-ի բարձր մակարդակի մարզիչներ ու խոսքի հետևից sense խոսացին գնաց խոսքը հասավ Նարեկին
ասեցին որ թիմի մեջ էլի լինելու է իմ ֆայթի ժամանակ, դե ասի անպայման ասցինա ու Նարեկը ափսոս էր բան որ չի գալի հիմա չի անում, ասում եմ հա դե հասկանում ենք ու ինքը ասում է գիտես չէ, ասում է ինքը շատ տաղանդավոր ուժեղ բոքսեր է, որը դառնալու էր աշխարհի չեմպիոն, բայց որ քաշը թեթևա դրա համար բախտը չբերեց։ Հասկանում ես։ Բոլորը այդ հասկանում են։ Իսկ այդ քաշը թեթևը ինչով է բացատրվում։ Այսինքն իմ քաշում, եթե համեմատական դնենք, օրինակի համար իմ քաշը ու քո քաշը, տարբերությունը այն է, որ իմ քաշում շատ է վճարվում, այսինքն մենեջերներն ու պրոմոտերները ավելի շատ են ուզում գումար դնեն այդ քաշի բռնցքամարտիկի մեջ, քան ասենք փոքր քաշի, որտեվ փոքր քաշում հետաքրքրությունը ավելի քիչ է, նոկաուտներն են ավելի քիչ, վճարվում են ավելի քիչ, դրա համար ռիսկը մեծ է։ Այդ գումարն է գալիս է նրանից, դա էլ բացատրենք էլի մարդիկ որ իմանան, դա էլ գալիս է նրանից, որ հետաքրքրությունը ավելի շատ այդ ծանր գնալով իշքան ավելանում է քաշը, այնքան նոկաուտները շատանում է, այնքան դիտողն է շատանում, այնքան դիտողն էլ պոտենցիալ այդ փող բերողն է։ Բա ոնց։ Համ Ալիքով, համ չգիտեմ, Տոմ Սառնողը, համ Ալիքը, ամեն ինչը։ Ամենաառաջի հերթին որ TV-ին վճարի, ունենա ինքը նայի։ Դրա համար սա աշխարհում եք ու մանավանդ ասենք Ամերիկայում թեթև քաշերը տենց լուրջ խնդիրներ ունեն այդ առումով, որ համեմատաբար քիչ են վճարվում, հենց այդ է ու ավելի դժվար է իրանց ավելի դժվար է իրանց ճանապարհը անցնել, հասնել այն կետին, որ կամ էլ պետք է ունենաս լավ մեջք, որը լավ պրոմոտեր, որը քեզ չի նայի դրան, փողեր կծախսի ու կտանի առաջ։ Ունենք այն ինչ ունենք, մենք ուրախ ենք, որ հիմա այստեղում ենք, ոչ մի բանի մասին համար չենք փոշմանում, փառք Աստծո, մի բանը եթե փակվում է, բնականաբար մյուսը բացվում է ու ինչ որ թեկուզ մեկը չեմ ուզում ասեմ, որ արդեն դու ոնց որ վերջացրել ես ամեն ինչ, բայց թեկուզ այս վիճակում եթե համարենք, եթե դու մի օր վերջացրեցիր, ունես մեծ պատմություն թողած, թե հայ ազգի համար, թե քո ընտանիքի համար, քո հարազատների համար, որ հաստատ տղեկը հպարտանալու են դրանով էլի հետագայում։ Ապրես հրաշքս։ Իսկ լավ բան ասիր, չէի բան անում։ Կարմարացրեց։ Դե չէ ճիշտն է դա։ Չէ, դե հիմա ինչ կա, հիմա որ ինչ որ մի հատ լուրջ բան կլինի, կանեմ, եթե ինչ որ լուրջ բան չկա, միտք էլ չկա, իմաստ էլ չկա, այդքան էլ ինչ որ խոսացինք, երևի մարդկանց հասցրեցինք բացատրել այս ամեն ինչը ոնց որ կհասնի էլի տեղ։ Բնականաբար։ Ես գիտես ինչ էի ուզում, ինչ էի պլանավորել որ խոսանք այսօրվա ոդքասթի ժամանակ, ուզում էի խոսալ այնրա մասին, որ մենք փոքր ժամանակվանից սկսել ենք պարապել ու իշքան բաներից ենք մեզ զրկել ընդհանրապես հիմա ինձ ու քեզ այդ պարզ է ոնց որ պարզից պարզ է մեր համար մենք ինչից ենք զրկել մեզ ինչ կտանքների մեջով ենք անցել չէ դա մեր համար պարզ է բայց մարդիկ կան որ սպորտի մեջ չեն եղել չեն ու չեն պատկերացնում, ասենք մենք ինչերից ենք զրկվել։ Հիմա արի մի քիչ խոսանք դրա մասին, թե ինչից ենք մեզ զրկել ու այդ զրկանքները ինչ արդյունք է ունեցել ու ինչ կարա տա այն մարդկանց, ովքեր որ ինչ որ միտեղ ոնց որ մտածում են ես զրկեմ ինձ սրանից, թե չզրկեմ այս սպորտի համար կամ այս ինչ որ շատ լավ անես ասում, որտեվ Լյուբոյ պրոֆեսիոնալ սպորտսմեն կապ չունի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես թե սիրողականում ես կրվում կապ չունի Լյուբոյ սպորտսմեն ով որ իրան համարում է այդ գործի մեջ պրոֆեսիոնալ այսքան իր կյանքը իր մարմինը նվիրել է այդ գործին բնականաբար 80% այն հաճելի բաներից իրան զրկում է կյանքում ես մեկը իմ համար ես եթե հիշեմ 14 տարեկանից 13 որ արդեն մտել եմ ավելի այսքան դարձել եմ Հայաստանի չեմպիոն ստատուս եմ ունեցել ինչ որ այդ ժամանակից ապեր իմ մեջ գիտես ինչ sense բան էի ապրում ստրեսի մեջ էի լինում
առիթ, էքսկուրսիա, չգիտեմ, ծնունդ, հարսանիք, ասենք ես զբորների Ոչ էի մի լինում, բանից, հավաքների էի հա։ լինում, հա, լինում էի կամ չգիտեմ, պարապմունքի էի լինում, այդ պարապմունքը չէի կարող բաց թողեի, որտեղ ասենց բան զգացողություն է, չէ, որ հետ մնացիր մի բանից, դուք չգնացիր պարապմունքի, չէ։ Հա։ Ու տենց էդի կուտակվում էր։ Ու մինչև այսօր տենց եկել է, հիմա մարդիկ կմտածեն 20 տարուց ավել, հասկանում ես։ Դու այդ դրանց մեջ ես, դու այդ ամեն ինչից զրկվել ես 20 տարուց ավել։ Ու պատկերացրեմ մի հատ հլը կետ, օրինակ մենք չենք ստեղ, մի հատ ինչ որ էլի լիքը սպորտսմեններ կան աշխարհում, որ իրանց զրկում են, բայց արդյունք չի լինում վերջում։ Շատ կան։ Հասկանում ես, այդ վերջում չկա արդյունք։ Պատկերացնում ես, ինչ ստրես է ապրում մարդու համար։ Շատ մեծ ապեր, բայց իրանք էլ ինձ թվում է իրանցն են ստացել այդ ամեն ինչից, ոնց որ իրանք էլ ուրիշ դաս են քաղել այդ ամեն ինչից։ Կարող է խոսքի մեր համար այս էֆեկտն է տվել, արդյունքը էս է եղել, իրանց համար ինչ որ պակաս է եղել, բայց իրանք է իրանց փորձով ոնց որ դրա մեջ արդեն ապեր սպորտային այդ բաները նենց է որ այդ կտանքների մեջով անցած մարդը որ սպորտի մեջ էլ ինչ որ արդյունքներ չունենա ինքը հելնելու է զբաղվելու է ասենք օրինակի համար բիզնեսով օրինակ չգիտեմ այդ բիզնեսի մեջ այնքան հեշտ է իրանը զգալու չհանձնվել պայքարել մինչև վերջ էլի ասենք էդի սպորտն է ձևավորը իր մեջ ինքը հիմա կարող է ինչ որ սպորտային ինչ որ բարձր տեղեր չի ասել բայց փոխել է մի հատ իր ճանապարհը փոխել է ուրիշ ու այդ ճանապարհը հեշտ է անցել սպորտի այդ որ ջայլ վախտ այդ փոքր ժամանակ որ չէր մասնակցում բան չէր անում մտքիդ բաներ չէր գալի մտքեր չէր գալի Արա լավ դե հիմա իմ տարիքի տղեկը թողեմ տարգեմ իմ տարիքի տղեկը բանը հասակակիցներս կամ դասարանցիներս ասենք մասնակցում են այս մի բանին կամ փողոցի սնգերները ինչ որ այս մի բանին մասնակցում են ես չեմ մասնակցում կարողա թարգեմ այս բոքսը կամ սպորտը հազար անգամ եղել է չէ տենց մտքեր հազար անգամ բայց արի ասենք որ հենց այդ է ուժեղ մարդուն բա իհարկե տարբերությունը քո մյուսի մեջ է դա որ մյուսը թարգելա դու չէ դու ուժեղ տղա ես այդ է էլի հաղթող մարդու հոգեբանությունը դու այդ ժամանակ հա մտածում էիր որ խոսքի ես ինչ բաներից եմ զրկում ես օրինակ վերջի զանգից չեմ կարացեմ մասնակցեմ նրա պատճառով հնչեց զանգը չես քաշքցած պարկած գաստում շալվարով գալստուկ երգ դնում էի պրոստե այդ երգերը լսում էի չէի կարող երգել էլի այդպես օնլայն նայում էի վերջի զանգը էլի դու ավտոյի մեջ այն տղեկը դու հեռախոսը դրած կողը նստած ես Սահակյանին ասի լավ չեմ կարող գամ ասի այսօր խառն եմ քաշքցած պարկած եմ չորցած բերանով շատ չեմ կարա խոսամ որը մինչև հիմա այդ տենց այդ քաշքցելու վերջի օրն էր Հայաստանի առաջնություններ ընկերոջս ծնունդներ տունը մարդ չկար մեծերից ընկերներով հավաքվել էին պատկերացրա ինչ քեֆ ուրախություն մի քեֆ ուրախություն մե հրաշք ես է գնացել եմ Յանի որ բարեմ քրտնեմ մի քիչ գաշս իջնի արա այդ ինչ ես մտածել արա ասի արա սիրտս տրակում էր չէի կարա չէ դա իջում ես ամեն օր վանգերները սաղնդեն ու որ սենց տունը նստած դու հերիք չի քաշես գցում չես մասնակ մի հատ էլ չէ դաս չնայես գոնե էլի հասկացար արա գնացի նայեցին որնա չդիմացա մի քիչ կերա անենց հավի բդեր էին սարքել անենց հավի մինչև հիմա հիշում եմ երթվում եմ այն որ սենց այն գազարագույնոտա մի քիչ ունում են ռեկլամի մեջի հավի բդեր կային հիշում ես Անեցա պատմում ես նայող ես կտեն արակասի մոտ հավի բուտ չգցեմ այդ պահին դες ինչ ասենք պատրաստ էի մի 10 հոգով ինձի ուժեղ ծեծեին մի հատ այդ բուդը ուտեի լուրջ եմ ասում ու նախտ մի հատ չէ մի քանի հատ է կերել ես 2-3 հատ կերա հետո կտերիցս եկավ ոբշեմ տանջվա մի երկու օր որ դզեմ քաշես
Դերի կերա, որ ուտում բրծնում ես խմելը ոնց կարաս վրիջ չխմես, ասենք մի հատ կամպոտ հոնի կամ չգիտեմ։ Էտա։ В общем, Սարկացրել լայտենց համը ելավ մանտո դեմքով եկա մանտովն է բայցար դեմքով, էլի արդեն կերած դեմքով եկա տուն պապան նայեց դեմքից, ասեց կերար արա։ Գիդի չէ, ֆակտ որ այդպես։ Ասի կներեք, բայց այո։ Մեկը ես եմ տանջվողը, ինչ պիտի այս պիտի տանջվող։ Ու տանջվար հետո դզեցի, չէ՞, Հա, տամեն չէ։ Էտա իմ միտքը այն է, որ օրինակ եթե մարդիկ կան, էլի, ասենք ջահելներ կան, որը տենց մտքեր է առաջանում, հա, ասենք էլի, թո այդ մտքերը առաջանալուց մեր ասածները հիշեն ու մենակ էդի հաղթող ապագա չեմպիոնը կարա տենց բաները հաղթահարի, հետ չդնի ոտը, գնա առաջ միջև վերջ, իհարկե պիտի անցնես։ չէ, ոչ մի բան ուղակի ձեզ պետք է ոչ միտեղ չկանգնացնի, այտենց բաները առավել եւս հետո ընթացքի հետ մեծանալու հետ դու հասկանում ես, որ ուղղակի էդի քո ճանապարհն է, դժվար ճանապարհ է, ես պետք է անցնեմ այս ճանապարհը։ Էդի դեն ջահել ժամանակ է, միջև բանա գնալ գալ է երևի, այդ ժամանակը առաջանում, էլի այդ ամեն ինչը, բայց հա, որ այն տարիքն է, էլի որ նոր պետք է արդեն որ շրջապատի մեջ ես ուզում ես ընկերուհի կամ չգիտեմ, այս կոմենտ, որ ուզում ես գնաս, չգիտեմ, կաֆեում նստես կամ պրոստը իրիկունը ասենք ուշ քնես կամ չէ տաս պարապունքի հետ աս ընկերներիդ հետ համալսարանի դեմը կայնես ու լիքը տենց բան ասենք ու այդ տարիքում էդի շատ կայֆ է էլի որ ասենք 5-6 ընկերդ համալսարան են սովորում կամ նոր պետք է ընդունվեն դու այդում ես բոքսի ասենք ինչակիր էդի մի քիչ եմ ուզում ես շուտ բրծնես գազում դե հələ միջև համալսարանը ասենք մենք սովորական մահկանացուներս բոլոր նորմալ մարդկանց պես տղեկի պես հելում քուչեն հավայի կայնում էինք չէ՞ սարը բիսեդքեն ապրես ես ժամանակ կար որ իրոք հելումը տենց կայնում էի անիմաստ էլի բայց անիմաստ պրոստը ժամանակ էինք մերցնում ապուշ բաներով էինք զբաղվում հետո ես լրիվ քրտ այն որ առանձնացա այդ ամեն ինչից ես էլի իմ ընկերներն էին բայց ես լրիվ այդ զրկեցի ինձ այդ փողոցում անիմաստ որովհետև արդեն ի վիճակի էլ չես մի քանի պարապունք հետո գազ հելնես իրիկունը մարդկանց հետ կայնես ու էդի որ ժամանակի այդ հրաժարվում ես մեկ երկու արդեն չես է ուզում հա բայց այդ ժամանակները անցավ այդ տղեկի հետ էլի ընկերություն երբ տենում ենք իրար մի խոսքով լավ հարաբերություններ է ոնց որ խոսակցություն էր գնում մի օր ծառայության մասին բայց դու ինչ ես ծառայ այ ախպեր սաղորը տունն է իր բա ես էլ դե գիտես սպորտրոտ եմ ծառայել CSKA ընդ ծառայում էին ով որ այն մարդիկ ովքեր որ ռեզուլտատ ունեն ֆիքսված բաներ կա որ մեդալն է եթում սպորտրոտ որը չի եթում եւ այլն այսինքն բարձրակարգ մարզիկներն են ընդ ծառայում հիմա ասում եմ եղբայր ջան այն որ ես բալոնկով սև հելում էի արա 40 աստիճանի վազում էի որ քաշս իշնի դուք բիսեդքում արա նստած ձեր համար պիվա էիք խմում կիլիկա էիք խմում չգիտեմ ինչ էիք խմում նարդի էիք խաղում ես այդ ժամանակ ինձ ամեն ինչից զրկեցի դրա համար ես չծառայեցի ոնց որ դու ես ծառայել դու էլ նրա համար ես ահա որ տանջվե քո ծառայության ընթացքում որովհետև ժամանակին բան չես արել ու ասեմ ավելին ծառայելուց հետո է բան չի անելու հա ու էտա միակ լավ բան է այդ ընթացքում որ 2 տարի գնացել է ծառայել 2 տարի պետության օգուտ ա տվել էտա ուրիշ հետաքրքիր բան չի լինելու իր կյանքում ուզում եմ ասեմ ամեն ինչը ոնց որ իր պատասխանը ունի էլի կյանքում հայատներում այդ որ իջնում էի այդ ժամանակ առանց տարօրինակ մարդիկ չկային ձեր հայատում օրինակ տարիքով որ գալի ասում էին նայ մեին սպորտսմեն են գիտես 50-ած տուրնիկ կարաս անես։ Իջել ես կայնացես հայատը, գալիս էր տենց հարցեր էր տալիս։ Մի չէ։ Արի ես քեզ ձևը սովորացնեմ։
30 հատ կամ ես։ Ասում եմ, ցավ տանեմ չեմ ուզում, հանգիստ իմ համար կայնացեմ, պուլպուլակի կողը, թո ապրեմ։ Ու տենց, սաղին գալի կպնում այդպես եմ որ սպորտսմեն է, վсё։ Դու գիտես Մուհամեդ Ալին ով է եղել, որ թվին ինչ արա։ Արա ասում եմ, ինչ ես ուզում։ Ու այսինքն որ չեն թողում հանգիստ ապրես, ժողում ես։ Մարդիկ անպակաս։ Սպորտսմեն ես, վсё։ Խանութի աշխատողը իր հարցերն ա ունի, որ զապասն զարի ժապանած հարցեր չէ, իրանց խորհուրդները, ասենք տաքսիստը իր խորհուրդ ունի քեզ։ Ապա ով իմանում է դու սպորտսմեն ես մի քիչ էլ անունով։ Հա։ Մերար։ Թե կլինի տաքսիստ, թե խանութի աշխատող, թե հայատի պրոստը հարևան, ով ուզում է ալնի։ Պալվում է էպիկենտրոնում ես, հարցախեղտ են անում։ Չես կարա հանգիստ կանգնես, էլի ջոկի։ Այդ ասեցիր մի հատ բան հիշեցի տաքսիստի բաղով։ Ամ հրաշք մարդ կա էլի մեր մոտ, չեմ ուզում անունը ասեմ։ Միշտ ոնց որ այն ժամանակ որ ընդ հավաքականում էի, դե ավտո չունեի հենց այդ ժամանակ, տաքսիով էի եթում Օլիմպիան։ Զբորների պետք է տաներ բան։ Ոչմ զանգեցի այդ մարդը եկավ, էլի իր ձևով խորհուրդներ ա տալիս, բան հարց ու փորձ անում, ով է ավակ մարզի չիմանա Արեգ ջան, հետևել է էլի սաղ կյանքը բալետ արել, բան, բոքս է կոնկրետ հետևել հայկական բոքսին, բան, ասի Դավիթ Թորոսյանը, ասեց ոնց Դավիթ Թորոսյանը, ասի հա, արա գիտես Դավիթ Թորոսյանը ինչ ձևի բոքսոր է, բան, ասում եմ դե տեսել եմ նույնիսկ ասում եմ էլի գիտեմ որ ասենք լավ բոքսոր է եղել հիմա ասում եմ լավ մարզիչ է ինքը պրոֆեսիոնալ է պարապացնում արդեն բան եւ այլն ու սաղ ճամփին ապե պատմեց գնաց Կուբայում ֆայթի ժամանակ հելա Ֆիդել Կաստրոն մատատնգեց sense բաներ սաղ մանրամասն պատմում է այդ մարդը ապեր այդ տենց հետևել է էլի մի խոսքով հասանք ընդ մեկի սենց արեց Թորոսյանը ընդ կայնած Օլիմպիավանի դռների դեմը կայնած սենց արեց օրայս Դավիթն է ասի հա Թորոսյան Դավիթն է ասի արա լսի դուրը բացի իջա գիտես էլի մեկը սենց դուրը բացեց հելավ կայնավ Դավիթ ջան բարև ձեզ ես ձեր ֆանատն եմ եղել ես հետևել եմ ձեր մենամարտներին սաղ նշեմ որ թվականին ասես Դավիթ ջան նշեմ ինչ է արել բան սենց լսեց Թորոսյանը սենց արեց դե արագացրու Արա օրա մեզ մարդը սենց նայում է ինձ բան չգիտի ինչ խոսա բան ջուգի օրայս բայց ինքը չի ուզեց վիրավորել ջոկսը իր բառերն է պրոստը այդ մարդը պրոստը տեղակ չէ մենք ճանաչում ենք չէ արդեն Թորոսյանին գիտենք ասենք կարա տենց պատասխանի էդի իր ասենք հումորի ձևն է բան մենք որ ճանաչում ենք սովորական ենք ընդունում այդ բաները բայց այդ մարդը չի տեսե ու սաղ ճամփեն Թորոսյանից է Դավիթից է խոսում արա իմ հետ իջավ այդ ակնթարթ էր էլի որ ասեի չէ բան անհարմար վիճակ էր որ ասեի չէ մի իջի կամ խոսքի բան вообще ասել չէ ինչ մտածես հա օրա տենց ասեց ինձ վատը զգացի իր դեմքից ջոգիր այդ մարդու դեմքից այդ իր դեմքի արտահայտությունից արդեն հասկանալի է էլի ինչ վատը զգացի իրան ես է իմ ձևով ինձ վատը զգացի ասի ինքեր Թորոսյան շատ լավ բարեկամ է հարազատ մարդ է տաքսիստ ես դե արագացրու արա դե ինչ ասես էլ ասի լավ դարագացրու մարդու անունը չեմ տալու բայց չես ասեմ տենց դեպքեր որ կա ասենք հավաքների ժամանակ է չէ լիքը բաներ ալում կողից ընկերներ էին գալի օրինակ մեզ տենային կամ ընդ էին կապում գալիս են տենային ասենք մարզիչը կամ չգիտեմ ավակ մարզիչը կամ երկրորդ մարզիչը շփում կա իրար այդ կատակներ բան էս կոմենկոմ մեկ ընկերոջից այդ կարող է տենց մատից կատակ ու ընկերոջից դեմքը ձգի բան մտածի որ վրան կայֆավատ են լում կամ չէ կատակներ են հետանում բայց չէ դա սովորական շփումն է հիմա նույնը Թորոսյանինն է սաղի հետ ասենք չգիտեմ ով ինչ կարծներ կարող անծանոթ մարդուն մի հատ տենց մի բան ասեր
իր հումորը յուրահատուկ է։ Յուրահատուկ է դեպի հետո ապրեիր, որ չներվեիր, չհասկանայիր, էլի։ Որ չգիտեմ 1000 ուզում ասեմ լիքը մարդիկ կային, որ տենց բաների մեջով անցել են իր այդ Գերա որ կայնում էր, ասում էր շատ ուժեղ ես խփում։ Որ կողքից մեկը կմտածի շատ ուժեղ խփում է տանձիկի, բայց շատ ուժեղ ես խփում, որ ցես կայնում էր, sense մեկին նայում էր, ասում էր շատ ուժեղ ես խփում։ Այս էդի ճանաչողը կհասկանա էլի այդ բային ինչ է ասում։ Որ դες ինչի վրա եմ զարմանում։ Մտնում եմ ասենք տուն, կինս, որ ասենք անգիր գիտի էլի, որ դա նորմալ է։ Ասենք ես ոնց ուշադրություն չեմ դարձնի։ Մտնում տուն, ո՞ղիդ ինչ ա եղեք իդ։ Ասում եմ ալջան, խփել են։ Ինչ պետք է լինի։ Բայց ոնց որ չարուն էր գալի, ու խառնա ինքն է շատ հոգատար մարդ է, չէ՞։ Ասենք որ խասյատս չի մանար, ասենք բան կարող է յոդ բերեր քսեր բան, որ իմ համար ինչ ականջս կդրվի, вообще ոչ մի բան չէ։ Սովորական գործ էլի։ Նորմալ մարդ է, մարդը, ջոգիր ուզում իրա մարդը խնամի։ Բանը Խադավիկի մատերա խոսքի յուղոտ է, էլի, այդտենց մի բան։ Որ դու չես է ֆիքսվում էլ դրա վրա, հասկացա՞ր։ Կամ գյաճ քսողի ձեռները գյաջոտվի, այդտենց մի բան է, էլի։ Էլ ինչ օրինակ կարաս տենց օրինակ դերես։ Ասենք լողորտի ոտերը տածել։ Ինչ կարալ բալետ պարողի բթերը ջարտած լինի։ Ինչ կա ասա։ Հա, այդպես բան կա, բթերը ջարտվում։ Դե լավ, բալետ պարողներն իսկ մատերը սա ջարտած է, չէ։ Ոտի մատը բավեշնի սենց չէ։ Գիտեմ բալետ պարող։ Հա, բասա ոտերները սենց է մատերներ իրանց։ Հա, դե ոտի մատերի վրա են, հա։ Սա դեֆորմացվում է։ Դաժան, բտենում ես, դա էլ է պրոֆեսիոնալ։ Ամեն ինչի մեջ, բան անգամ դրանից էինք խոսում, որ ինչի մեջ պրոֆեսիոնալ ձևով որ խորանաս, մեկը իր վատ կողմերը ունի, հեծանիվ քշողը տրոմբ ունի, բանը, բառեցը տրոմբ ունի, պրոֆեսիոնալ մարզվող, մեջքի խնդիր շտանգիստները ունեն, բոլորը։ Հա, նաև իմացեմ բալետ պարողները ոտերնացուր, մատերնա ջարտած։ Բառեսների էլ ականջներն է ջարտած, բոքսորների քիթն է ջարտած, էլ ինչ ասեմ, թենիս խաղացողի մատերն է դուրս ընկնում։ Բասկետբոլիստների ուսերը մատերն էլ հետը։ Մատերն է սաղ բանա, չէ, կապում են իրանք բան են անում, որ համը իրար աշկ չմից։ Հա։ Իսկ շախմատիստների մոտ ինչ կասես, ասա հետո ես ասեմ։ Դե լսի մեր հետ համը շախմատիստներ են, չէ, ծառայել, որպես բարդ։ Բացի ծառայելը հավաքներին է, չես հիշում, շախ բոքսինգ էինք անում։ Ապրես, շախմատ էինք խաղում, մի ռաունդ բոքս էինք կպնում։ Բայց դա ուրիշ բան է, երբ որ մարդու հետ ապրում ես, ընդ հաց ես ուտում, քնում, հելնում ես։ Բոքսորին, որ ասում ես, արագ ոնց է, չէ, կողնորոշվում, չէ, ինչից հետո պետք է անի, ընդ չորանոցից շուտ են չստիկները վեկալ է կամանձիր էսա մտնելու է բանից, պալատկեն քաշեք, հանեք, չտենա հեռախոսները ընդ զարյատկի դրած արագ հավքեք, բան։ Բայց այդ մարդիկ երթվում եմ, չեն կարա տենց արագ շուտ կողնորոշվեն։ Իրանց մոտ նստած իրանց սեղանի դեմ խաղում իրանց իրանք այնքան իրանք բացատրում էին մեզ մի հատ ռոբ կար ինանց աղասի կար մի հատ այդ ինանց աղասի այդ մարդը շատ լուրջ հետո լրագրող դարձավ բանում մի խոսքով ընդ պաշտոն ուներ իր հետ կապված է մի հատ բան պատմեմ եկավ ծառայության մեջ 2 տարվա թուղթը ձեռը եկել է առաջի օրով ծառայության, պետք է թուղթը վեկալի կամանձիրը ստորագրի, ինքը մեկ է 2 տարով մեկ է դուրս գազա, բանի չասնի։ Երթվում եմ 2 տարվա թուղթը ձեռը եկավ, դե որ մենք դուս էինք գալի մրցումների կամ 3 ամսով, 4 ամսով։ Հա, 3-4 ամսով էինք ելնում ամենաշատը, այդ մարդը եկել է առաջի օրը ծառայության 2 տարի բանով ժամկետը թուղթը ձեռը։ Դա ինչ լավ է եղել։ Լսի կամանձիրը գժվեց, ասեց մնա, այս քանի օրը կմնաս նոր կետած 3 օր մնում ես դու։ Երթվում եմ բանը վերևներից շախմատի նախագահը այն վաղ հիշում ես ով էր զանգեցին ստավ շուտ գնա դու շատ արագ գնա դու դաժե տարավ դու տարավ դու տենում ես սենց բաներ կա որ մարդիկ չգիտեն օրինակ Հայաստանում որ ձեր երեխեքը մարզվեն ասենք Հայաստանում արդյունքներ ունենան
կապահովեն իրանք տանջանքով, իրանք քրտինքով կարան ապահովեն իրանք համար թե ծառայությունը Երևան Ինստիտուտը։ քաղաքում, համալսարանը, անվճար ու լիքը նմանատիպ բաներ, որ Ամեն կարամ տեղ։ նշեմ, խոսքի որ բարձրակարգ սպորտսմեն ելնելով մարդ կարա իր համար լիքը բաներ ապահովի։ Միշտ հարգված է, միշտ սիրված է, միշտ տարբերվում Ֆինանսապես է։ ամսական կոմիտեից աշխատավարձ է ստանում բարձրակարգ սպորտսմենը, բոլոր կարելի ասել բոլոր տեղերում դռները բաց է այդ մարդու համար։ Առաջի հերթին մեր մոտ ոնց է հիմա Հայաստանում ցավոք սենց խնդիր կա, տղես լավ տեղ է թա ծառայի բան, չէ՞։ Դրա համար եմ ասում, որ այդ մարդը կարա ինքը իր ձևով լինելով բարձրակարգ սպորտսմեն ապահովի իր ծառայությունը, իր համալսարանը, որ իր ծնողները հանգիստ ապրեն այդ առումով։ Էդ էլ տեղյակ բան Ճիշտ է ես։ ասել։ Անդրադառնանք մի քանի հատ հարց ունենք այդ հարցերին։ Ուրեմն մեզ գրել են բարև ձեզ Տղիկ ջան, ինչ կասեք Նոել Միքայելյան, Բադուջեք մենամարտի մասին, ափսոս որ պարտվեց։ Ինչ եք կարծում դուք։ Այն օրը մի հատ վիդեո տեսա, պարսկա հայեր էին կամ լիբանանա հայեր էին, նայում էին բալետ էին անում հայավալի բան, այն պահնա որ պետք է ձեռը բարձրացնեն, չբարձրացրեցին դե տեսանք, դաժե այդ վիդեոյի տակ գրել է էլի որ սենց անարդարություններ շատ է լինում, այսինքն ինձ մենամարտային սպորտաձևը։ Նայելով չկրվեց։ Հա, ես էլ նայել եմ 0-ից նայել եմ։ Հա, մենք քննարկեցինք, խոսացինք այդ առումով, այնց մենամարտ էր, որ կարային մեզ տային, բայց չտվեցին ու մի քիչ ամերիկյան սպորտսմենների հետ հաճախ է էլի տենց բաներ ելնում, որ ամերիկացու հետ ես պետք է ինձ կրես, ասենք շատ երևացող պետք է կրես էլի որ տան։ Անարդար էր իմ նայելով գորի հետ էլ այն օրը խոսում էինք այդ թեմայով, մի քիչ անարդար դատեցին, կարային մեզ տային։ Բայց տենց մենամարտները բալվում չես կարա ֆիքսվես տենց։ Հա։ Դրա որտեվ Չէ, տոտալը նենց բան չկար որ տեղ թողեց, ինքը կրեց բոյը, բայց տեղ թողեց որ տենց անեն էլի, կոպիտ ասած տենց։ Okay, հաջողություն մաղթենք Նոելին։ Հաջողություն թող լինի։ Մեր մյուս հարցը, Տղիկ ջան, ձեր կարծիքով բռնցքամարտիկի կարիերայում կարա լինի երկու անգամ, որ ինքը հասնի իր պիկին կարիերայում, այսինքն այդ պիկ շրջանը, այսինքն այն, որ ֆորմի մեջ է լինում, կարիերայի ընթացքում երկու անգամ լինի, այսինքն այդ հաջողությունները, որ եղավ, մեկ է սպադա լինում, չէ, սպորտսմենի մոտ, այսինքն ասենց իջնում է, գնում է դեպի անկում, դա երկու անգամ լինի։ Ես կարամ ասեմ, որ բռնցքամարտի ոնց որ վերաբերյալ կարամ ասեմ, օրինակի համար կարա լինի, որ սպորտսմենը սիրողականում կամ կապ չունի սիրողականում, այն փոքր տարիքում ոչ մի բան չստացվի, մեծերի մեջ մեկը հոպ ստացվի ու երկար տարիներ տենց գնա, կամ շատ փոքր տարիքում ստացվի, հետո յունոշ մալադյոժ չստացվի, մեկը մեծերի մեջ նորից բացվի ու գնա, ամեն ինչ հնարավոր է, այդ կախված է մարզիկից, ինքը ոնց է պատրաստվում, ոնց է մարզվում ու իր ուղեղից հոգեբանություն ունի։ Պրոֆեսիոնալների մեջ էլ լիքը տենց օրինակներ կարանք ասենք, որ մարդիկ նոկաուտով կրվում են մի քանի անգամ, հետո գալի նորից աշխարհի չեմպիոն են դառնում։ Ու հետո տակովեն նշել է, իսկ ինչ է կարծում, Անթոնի Ջոշուան նորից կդառնա աշխարհի չեմպիոն։ Ծանր քաշա, ամեն ինչ հնարավոր է։ Կարա ու շուտով։ Դաժե չես կարա դա միանշանակ ասես, չես կարա միանշանակ ասես, այդ քո կարծիքն է, բայց միանշանակ չես կարա ասես, որ չեմպիոն կդառնա, ծանր քաշա, ամեն ինչ կարա լինի, բայց ես տենում եմ, որ կարա լինի շուտով, էլի, այսինքն 1-2 մենամարտ։ Մտածում ես կարա Ուսիկին կրի։ Ուսիկին ես օրինակ չբերեցի, Ուսիկի մասին չի խոսքը, բայց Ուսիկը միշտ այդ գոտինով տես չի։ Իսկ ում հետ պետք է դնեն, ասենք։ Օրինակ Դուբայ։ Հա, կարա կրի։ Կարա կրի, հանգիստ։ Կարա։ Մյուս հարցը մեր բռնցքամարտիկի պիկ տարիքը ո՞րն է։ Չկա այդպիսի տարիք, որ ասեմ, օրինակ 21-ից 32-ը չի լինում տեն։ Ամեն մի սպորտսմեն ունի իր այդ պիկ շրջանը, որ հասնում է այդտեղ, արդյունքներ է տալիս ու այդ
գիծը շարունակվում է ամեն մեկի մոտ յուրովի է մարդ կա փոքր տարիքում ինչպես հիշում են երեխա ժամանակ ասում ենք օ ის ինչ է անում սա մրցումների չեմպիոն մեկը կորավ մեր փոքր ժամանակ յունեշների մեջ Եվրոպայի չեմպիոն կար մալադյոժից կորավ ու լիքը ոչ տենց մի բան չկարած անի ու տենց վերջացրեց կարիերան մեծերի մեջ էլ ընդհանրապես չկպավ այնպես որ ժողովուրդ ջան մարզվեք կարևոր չի բռնցքամարտով թե փշամարտով կարևորը սպորտով մարզվեք առողջ եղեք թող ձեր մեջ այդ խարակտերը էլի այդ զարգանա այդ հաղթողի հոգեբանությունը միշտ լինի առաջ գնացողի դժվարությունների առջև չկանգնողի ու այդ ամեն ինչը ձեզ տալու է միայն եւ միայն սպորտը ու նույնը սերմանեք ձեր երեխաներին ձեր բնականաբար հարազատներին ձեր հարևանի երեխուն չգիտեմ ձեր աղբոր երեխուն բոլորին սերմանեք որտեվ այս կյանքում ամենակարևոր բաներից մեկն է մարդու կյանքում պետքա տեղ ունենա սպորտը հաղթահարես խնդիրները դժվարությունները հաղթահարելա պետք նույնը տրամադրել փոքրերին հարազատներին ովքեր որ ավելի շատ ունեն դրա կարիքը լավ տրամադրելա պետք միշտ մի մոռացեք բաժանորդագրվեք մեզ նորից եմ կրկնում ու սպասում ենք ձեր արձագանքներին սիրով մենք ենք ձեզ հետ